Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում սեպտեմբերի 1-ը նշանավորվեց դասադուլով։ Գյուղացիներն իրենց երեխաներին գիտելիքի օրը հրաժարվել էին ուղարկել դպրոց՝ ի նշան բողոքի։ Անցյալ տարի գյուղացիները մեծ ծավալներով խաղող են մթերել Վեդիալկոյին։ Մթերված խաղողի գումարը մինչ այժմ չեն ստացել եւ այդ միջոցով փորձել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Ինձ 500,000 պետությունը սատկել է։ Պետություն չկա։ Եթե չտան ես մարզպետին եմ դյուրլիլու, վարչապետին եմ դյուրլիլու, պրեզիդենտին եմ դյուրլիլու, սաղին էլ դյուրլիլու։ Սեպտեմբերի 1-ի ցույցի ժամանակ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը խաղողագործների խոստացավ, որ ընկերության պարտքերը կվճարվեն մինչև սեպտեմբերի 15-ը, ասելով, որ հակառակ դեպքում հրաժարական կտա։ Գյուղացիները սակայն այս խոստումներին չեն հավատում։ Աղավնաձորի բնակիչ Սմբատ Լևոնյանից Վեդիալկոն անցյալ տարի մթերել է 6-ից 7 տոննա խաղող։ Ընկերությունն այս պահին նրան պարտք է մոտ 1 միլիոն դրամ։ Հիմա ապրանքը տվել եմ, քեզ ասում եմ պետք է ինձ վարկավորեն, որ ես այդ պարտքը փակեմ։ Մենք էլ աշխատել ենք, բերել փակել ենք, ամբողջ յուղը այդ վիճակի մեջ է։ Պարտքերի, վարկերի մեջ խրված են։ Բանկերը տոկոսը դնում ավերեն, օրորի գնում ենք, նստել հաշվել ենք, ենթադրենք, ասենք, կլորացնենք 1 միլիոն դրամ Վեդիալկոնից պարտք է, այդ 1 միլիոն դրամ այդքան վարկերը, որ փակել, տոկոսով գալիս է մոտավորապես 70% տուժվում է, 30% չափ տուժվում եմ։ Ինձ մնում է 70 միլիոնի, փաստորեն միլիոնից մոտավորապես ինձ մնում է 700,000 դրամ, 300,000 դրամ տուժվում եմ, չէ՞։ Միայն Վեդիալկոն գյուղացիներին պարտք է մոտ 140 միլիոն դրամ։ Աղավնաձորում այլ մթերողներ են գործում, որոնք ըստ գյուղացիների անգամ եթե պարտքեր ունեն, քիչ մարում են։ Սեպտեմբերի 1-ին աշակերտներին դպրոց չուղարկելը աղավնաձորցիները համարում են ստիպված քայլ։ Դե 3 դպրոց էր փակել էին, դպրոց չկար սեպտեմբերի 1-եր երեխեքի ուրախություններ, նոր դպրոց գնան, նոր դպրոցականներ, որ պետքա դպրոց գնային, ուրախանային, չուրախացան, 10 ավարտական դասարաններ, որ պետքա ուրախանային, որ ավարտում էին, չուրախացան, հետո որտեղից է գալիս այդ անշնորհքությունը։ Իհարկե, վերևից։ Լևոնյանն ասում է 15 օրվա ընթացքում խնդրի չլուծման դեպքում դարձյալ երեխաներին դպրոց չեն ուղարկելու։ Նախկինում նրանք փողոցներում այրուղիներ էին փակում։ Այս տարի աղավնաձորցիները շատ ավելի քիչ ծավալներով են խաղող մշակել։ Вообще չեն մշակել։ Մի ջուր չեն ջրել։ Այս տարի փող չունեն, եթե մեն ասում են ջուր տուր տանեմ ջրեմ, ասում են փող տուր տանեմ ջրեմ։ Ոչ մի էլ չի տան։ Հա, փող չունենալու պատճառ։ Եղանակային պատճառներով չի եղել։ Եղանակը լավ է եղել։ Դե եղանակը այս տարի լրիվ շոկ վիճակ էր։ Չեմ անում։ Երեք հարցը տվեցինք, ասինք մթերելու եք այս տարվա խաղող ինչ պետք է անենք, անորոշ պատասխան տվեցին, ասինք չենք իմանում։ Ասեցին չենք իմանում, կմթերենք թե չէ։ Ռազմիկ Օհանյանի խաղող մթերողները նույնպես պարտքեր ունեն։ Նա դեռ չգիտի, թե արդյոք այս տարի իրեն կհաջողվի իրացնել խաղողը։ Ախը սիրտ թողացին, որ շնորհքին մշակվի։ Կեսը փչացել է, վառվել է, կեսը չեն սրսել, կեսը չեն ջրել, ջրի բարձա ուզում, չեն կարում տանք, ուրման եմ արևում։ Դեղորյա գոյություն չունի, դեղորյակը ինչքան թանկա, անտանելի։ Մեզ այդ փող, այլ 8-7 նավեր ենք մենք, ոչ մի կաբեկ փող չկա, մենակ հալի որ պարավի թոշակով ստար բանը, ապրեմ եք էդ, վեդա, իմ թոշակսա, իմ պարավիս թոշակն է, դա 80-80 փողամստան, էդա, աշխատանքեր չկա, ոչ զավոդ ունենք ստեղ, որ աշխատենք, ոչ մի բան, զավոդին ասա Երևան չի աշխատում, ուր մնացա։ Շատ երեխա պարտեզ դպրոց չի քնում, ինչով ալենք, ոչ չկա, շոր չկա։ Հինով երեխեքը ասում են աշոդը լավ է հաճել, ես էլ եմ ուզում։ Մինը ռավոդը քշերով կաղնի դե տես քանի երեխա են։ Քանի երիտասարդ են, ոտով քնեմ, չոլը գալիս տարի բիտուն աշխատել են, կաբեկ փող չեն տվել։ Սրի մդի 1000 որ հաց կա, հաց են ուտում, մդիստես մդի գարա։ Սունը կա, չենք կարալու ապրենք, այդա։ Աղավնաձորցիների համար անորոշ է, ինչ է լինելու այս տարվա պետքի հետ։ Նրանցից շատերն այնուամենայնիվ մշակել են, սակայն դեռ չգիտեն մթերողներ կլինեն թե ոչ։ Իսկ այս տարի մշակել եք խաղող։ Հա, բա։ Չմշակես,
Դուք վեք ալիք։ Շիլեմ տղա ջան, շիլեմ։ Չենք կարում ապրենք։